Ararat Bank, ուղղությունն ընտրում ես դու Mastercard World Travel Card-ով։ Մամրադի բոդայանի կապլինի պինա, ինի հատինո փորձելու համար եկա, հոչի փոխել կյանքը քեզ։ Գիվ ջան, բարև աղբերես։ Ցածր կտուրներ ու բեղերով օրքուրներս։ Խեղճ ընկերոջս խայտարակ արեցի մասսայական։ Մի կարծիր թե նեղացել եմ ջանա ջանա։ Ես պատիժ չէ։ Ոչ մեկ անպատիժ չի մնում այս կյանքում։ Ման ջան, քո արածը դուրդ գալիս։ Այո, շատ։ Ման լսի էլի այդ բաներ դնել եք մեր գլխին, կանաչեք։ Ինչ։ Արա այսօր բան կա։ Այո, ամեն ինչ կա։ Հենց Դավայ սկսենք, ուշանենք։ Սիմվական, հենց այդպեսի տաղավարում Կամո Սերանյանն է առաջին անգամ եւ վերադարձել է Գոհար Հովհաննիսյանը։ Ողջույն։ Ես տնավորվել ես, հա։ Ես տեղ ապրում եմ, բուժվում եմ այստեղ ես։ Այս դու ստացել ես այստեղից։ Top հյուրերի չէ։ Չէ, առաջ կոմունիստների ժամանակ որ մեկը միտեղ երկար էր աշխատում, տուն էին տալիս։ Երկրորդ անգամ որ ինձ կանչում են նվեր հյուր է գալիս էլի։ Okay։ Հա, Գոհարի հաղորդումը շատ է սիրվել ու հատկապես Գոհարի հումորները գնահատվել է վերջապես քեզ ճանաչեցին հենց ոնց ես էի ճանաչում։ Բայց մենք չհասցրեցինք այդ օրը շատ պատմություններ պատմել, որովհետև շատ աղջիկներով էինք ու այսօր խանգարում էին աղջիկները։ Աղջիկները խանգարում։ Ես ում այդ խեղճ կրակ Կամոյի կանչել, որ ինչկա չկա պատմի, Չէ, հա։ կամ, բայց դու խեղճ ու կրակ չես։ Պարզապես sense պարտադրող է, էլի քո հետ հյուր լինելը։ Ես sense պատկերացնում եմ տարազով կամ sense հացա վտան։ Ինչի տարազով չես։ Դե որտեվ ինքը վաստ, հա, տարազով ինչի չեմ եկել։ Դե որ տարազով գայբի բեղ դնեի արդեն ահագին պատմություն։ Ես բեղերը բերել եմ արխային։ Տարազը մոտը։ Դե սկսում ենք հենց այնպես պատմություններից, Կամո, այն պատմությունները, որոնց մասին խոսում ենք մինչև սկսելը։ Կաղա Գորջան մի անգամ ստեղ եկել ես, այ դու բացումն Ես պատմեմ ու տենց։ Okay, միջև ես տականամ էլի։ Քանի որ իմ պատմությունները նախորդ հաղորդման ժամանակ տենց մահացած բան, sense մարդկանց հետ կապված էր, բայց դե հիմա ինչ արվես։ Ուրախ մանկություն չեմ ունեցել։ Ես եմ մահացածների մասին պատմելու։ Հիմա մահացածների մասին չեմ պատմում, իմ տատիկը, էլի իմ գյուղի ու տատիկիս պատմությունը պիտի պատմեմ։ Տատիկս արդեն 90 տարեկան, ծանր, հիվանդ, պարկած տանը, հորեղբորս տղան Իսպանիայից գալիս է, որ մի քանի տարի տատիկիս չի տեսել։ Վերջը, եղբորս հետ գնում ենք տատիկի մոտ, տատիկը դե պարկած, գիտակցությունը տենց գնում գալիս, մոտեցա տատիկին ասցի տատ, Աշոտիկին հիշում ես, քո թոռնա, ասեց չեմ հիշի, ասի տատ, օնոյին հիշում ես, իրա պապան, քո տղեն, ասեց չէ, աղջիկ չեմ հիշի, մեկ էլ մի 2 րոպե հետո էլի իմ եղբայրս Նժդեն, ով ապրում է տատիկի հետ, եկավ ասեց մի րոպե անցեք ենկոմ, տատի ասեց Սամսոնին հիշում ես, հիմա այստեղ ստոպ տանք ու ես մի վարկյան հետ գնամ պատմեմ Սամսոնը ով է եղել։ Տատիկիս սիրած տղեն է եղել Սամսոնը, որ տատիկս խենթի նման է սիրել, ասում այն ժամանակ, որ մենք դաշտերով գնում էինք իմ մազեր հատական, մենք Սամսոնի հետ ձիու վրա էդիման սերակ խաղայինք ու պատմում է տատիկս։ Բայց սիրելով պապուտ առա։ Ու դե տատիկիս մայրը չի թողել, որ ամուսնանա իր սիրած տղայի հետ ու ամուսնացել է իմ մանկավարժ պապիկիս հետ։ Անտիր։ Վերջը, բայց միշտ ասում էր մաղջիկ սիրածունից, մի խոսքով, հիմա նորից առաջ ենք գալիս։ Սամսոնին հիշում ես։ Հա, Սամսոնին հիշում ես, դա ասեց, աման չեմ հիշի, իմ սիրածն է եղել, որ ձիու վրա գերթանք, ոյ, սենց ասեց, դա առաքելին հիշում ես, ասեց իմ մարդն է եղել։ Ասեց երեխեք եկեք տատի Նասրո եկեքը դզեցի։ Դե ցավոք սրտի տատիկը մյուս օր արդեն տենց մի քանի ժամ հետո հրաժեշտ տվեց կյանքին։ Հա, բայց ամեն դեպքում սերը ինչ բան է, էլի, ամեն ժամանակահատվածում Աստված մենք էլ հասնենք 90 տարեկան։ Մենք էլ ես էլ ասեմ դուբլես քաշը, դուժդի տատը տես։ Բայց կապրեմ 90 քո կարծիքով։ Հաջա։ 90 կապրեմ։ Ինչի համար ասի տոշնի տատիկս։ Իմ սիրածը մենակ Գուգոն է եղել։ Գուգոս լավ է։
Լավ է Գուգոն։ Գուգոյից բարևներ։ Անպայման։ Բայց շատ եմ սիրում հատկապես ծեր պատմություններդ, գոք Հա, լավ, դե քանի պատմեցի։ Պատմի մենք այսօր լսելու ենք։ Քանի պատմել եմ, ռեստորանում ենք աշխատում, ես եւ իմ ապագա ամուսինը, դե արդեն հավանել եմ, դուրս գալիս է ինքը։ Ոնց որ հասկանում եմ ինքն էլ իմ դուրն է գալիս, դե ամեն դեպքում աղջիկ եմ Սասունցի երգս նոր է դուրս եկել, այնտեղ մի հատված կա՝ մի ղոշ տղա կբերեմ քեզի համար, 1 2 3 ես երգը երգեցի, հասկացա, որ այս երգը ծոր կապելա։ Լրջի է գնում էլի սենց, հա։ Լրջին ես տվել։ Հա։ Վերջը տենց անցավ մի քանի ամիս, բայց ես ամենակարևորը, որ ասել եմ 2009 թվականի սեպտեմբերի 9-ին ես պիտի ամուսնանամ, բայց բարձ չկա իմ կողքին։ Մի խոսքով ընկերներիցս մեկը ասեց, դե գո հարսանիքդ մոտենում է, ոնց որ մարդ չկա, տենց կատակ արեցին, դե լավ, ձևական Գուգոն կկանգնի բան։ Հետո Գուրգենները սենց մի քիչ չխոսքան է էլի ամուսինս, սենց արեց կամած, դե Գոգն էլ գլուխ կգովա, որ ես կանգնեմ, ու սենց բոլորը reaction արեցին, որ վայ Գոհարին ես ինչ ես ասում, ինչ ես ասում, բան։ Ես էլ ձև բռնեցի, որ վիրավորվել եմ, բայց չեմ լսել, ասում Աստրաս ջան, գոնե իմանամ ինչ է ասում, էլի։ Մի խոսքով 2 ամիս տենց թաքուն սեր խաղալուց հետո մի օր ամուսինս որոշեց, որ պիտի գա արդեն ինձ ուզելու։ Շատ խարիզմատիկ օր էր այդ օրը։ Վերջը ես տենց տանը, հա, սպասում եմ, որ պիտի գան մատանի դնեն ինձ բան եւ դուրը բացվում է ներս է մտնում ամուսնուս մայրը, հայրը, հորեղբայրը եւ հորեղբոր կինը։ Այդ ժամանակ էլ բոլորը արդեն ինձ գիտեն որպես աղջիկ եմ Սասունցի։ Հա։ Մեր տանն էլ դիմավորում ենք ես, մորաքրոջս աղջիկը, որ մի 8 տարի ինձանից մեծ է, վերջը հորեղբոր կինը դուրը բացվեց, սենց արեց։ Վայ, այս աղջիկն էլ մեր հարսն է, հա, ու գնաց քրոջս մոտ։ Մայրիկ ջան, ախր, հեշ չէ, գոնե աղջիկ եմ Սասունցիով կիմանաս, որ հարսը ես եմ, էլի։ Իվարկան Գուգոյի ով գնաց։ Հորեղբոր կինը։ Հա։ Հիմա դուք պատկերացրեք, արդեն ի սկզբանե ինչ կապվածություն է ստեղծվել իմ ու հորեղբոր կնոջ մեջ։ Շատ կապվածություն։ Մի խոսքով նստեցին բոլորը լարված բան, սկիզբը մայրիկը որ պետք է այդ սինին բացեն, բան, ասես բոլորը լարված բան, այ մարդ, ես նստել եմ ասում եմ բոլորի առիթները մենք ուրախացնում ենք սովորաբար, հիմա իմ առիթն է, ասենց ինչ որ կաշկանդված, կոմպլեքսավորված բան, բայց վար։ ու սեղանին կոնյակա դրած, նշանածից հետ, դեռ նշանածս չի, բայց ամեն դեպքում մի ժամ հետո դարձավ նշանածս։ Պիտի որ դառնար։ Որոշեցինք, որ մենք պիտի կոնյակ խմենք։ Մի բաժակ խմեցինք։ Երկրորդը ոնց որ սենց արդեն իմ ափսեի մեջ եմ։ Երրորդը որ խմեցի, ես հորեղբոր կնոջ արդեն սկսեցի շատ հավանել իսկապես։ Որոշեցի, որ իրա կենացը պիտի խմեմ, էլի, հորեղբոր կնոջ կենացը։ Երրորդը որ խմեցինք, ես ու Գուրգենը որոշեցի, որ ամբողջ այդ սեղանակիցների կենացը պիտի թուփ առ թուփ, հոգի առ հոգի խմենք։ Ու դարձակ ամոջան, սեղանակից, ամեն նշանրեքի։ Սեղանակից թե սեղանապետ։ Հարգելի սեղանակից, սեղանապետ, հա։ Սեղանապետ։ Տարբեր բաներ։ Թամադան, էլի։ Թամադան։ Եվ տենց որոշեցի, որ բոլորի կենացը ու ասեմ ավելին, որ ամեն մեկի կենացը երկով եմ արտահայտվում։ Վերջ արդեն մեկ շիշը չկա։ Բոլորեցի։ Հա, հիմա դե Գուրգենը որոշեց, որ պիտի մատանին դնի, ասի գուկ ամեն դեպքում նա է տակ ես։ Մի հատ կենտրոնացի։ Կենտրոնացի։ Սարը գլխումը։ Հա, չէ, բայց ինքը վստահ էր, մատանին դրեց, շատ լավ ենք, երգում եմ, ուրախանում եմ, բոլորին ջերմություն տենց ծեր։ Վերջը կանգնեցի, որ արդեն պիտի ուզում եմ բակ դուրս գամ, զգում եմ, որ շատ վատ եմ, էլի արդեն գլխապտույտ։ Դուրս եկա հայատ ասեցի, մամ ասեցի, շատ լավ անցավ, իսկապես ես երգեցի, ծափահարեցի, խոնարհվեցի, ամեն ինչ ես ինքս արեցի, խնդրում եմ իրանք երկար են մնալը մեր։ Վայ։ Էս ինչ է։ Խի։ Մամայի արա։ Հիմա նկարվում, հա։ Լուրջ ման։ Հա, լսի, ուզում եմ արևային կայաններ դնեմ տանիքին։ Իմ կյանք։ Ահա։ Մի կարծիր թե նեղացել եմ ջանա ջանա։ Հա, սկսում ենք էլի, հա։ Չէ, շարունակում ենք։ Քանի լուր է եւ բոլորդ ինձ լսում եք,
Քանի որ շատ են լույսի անջատումները մեր քաղաքում, օգտվեք Իտալ Սոլարի արևային կայաններից։ Լուրջ եմ ասում։ Ամենաճիշտ ներդրումն է եւ խնայում էր եւ խուսափում նման անհարմար իրավիճակներից։ Լույսերը միացրեցին եւ ինչպես ասացի, Իտալ Սոլարի արևային կայաններից օգտվելով դուք իսկապես կարող եք խնայել։ Մինչև դեկտեմբերի 30-ը Իտալ Սոլարից ձեռք բերելով 10 եւ ավելի կիլովատ հզորությամբ արևային կայան, ստացեք նվեր Երևան City 200,000 դրամի նվեր քարտ։ Մի վճարեք թե հոսանքի դիմաց, թե ամանորյա սեղանի։ Զանգահարեք 8128 եւ ստացեք անվճար չափագրում եւ նախագիծ։ Վերջ կարող ենք։ Լույսը բացվում առանց իրա չեմ կարող։ Վերջ, մեզ մոտ է լույսը բացվեց։ Կամոն բանա հիշե պատմի։ Քանի լույս ունենք։ Չեմ հիշում 99 թիվն է թե 2000 թիվն է, իմ ընկերս երջանկայի շատակ ագարդիոնից Գևորգ ունենք, շատ հայտնի։ Գևորգին բոլորը գիտեին, ասում էին Սկորու Գևորգ, որովհետև Կոմիտա Սկորու շենքն էր ապրում, շատ հայտնի երաժիշտ։ Գևորգ զանգից ասեց գնանք Թեհրան 21 օրով 3 շաբաթով հայոց կլուբում աշխատելու։ Ասի գնացինք։ Հիմա գնացինք մատուցողներից Սամվել Արանով, Պարսկահայ, մի հատ շատ այս խելոք տղա է։ Ես այնտեղ առաջ անգամ իմացա, որ այդ պարսիկներից է եկել այդ որ չէին, մենք ոնց ասում ենք, չէ, հային հայ ենք ասում, իրաց մոտ հագարակն է։ Դեմից չգիտեի, ինչ ասում ես այդ ցերանում, հետո Գևորգն ասեց ապեր, իրաց մոտ հագարակն է։ Ուրեմն ես խեղ Սամուելի միջև լույս նստացնում ես, ստից հարցեր էի տալիս։ Սամվել Բրազիլիա ելել ես։ Ինձի բացում էր դա սենց անել եմ։ Որ մեզ Կանադա եղել ես։ Ու ինքն չէ ճոգում, որ ես բանը էլի կյանքն եմ մոտում։ Հիմա ես Սամվելս որոշել ա գա Հայաստան։ Ասեց Հայաստան չեմ եղել։ Գնացինք Գևորգի հետ դիմավորեցինք, տուն էինք վարձել Կոմիտասի, Սամվելս մնաց։ Ասեցի Սամվել վաղը չեմի սուրը բան չպլանավոր ես, գնալու ենք Աղվերան։ Ասաց Աղվերան, դա վայր տեղ հա, տենց։ Ասի Աղվերանը, ասա Երևանից մի 50 կիլոմետր շատ սիրուն տեղ է։ Դե Չարենցավան եմ ծնվել, մեծացել, սա ազգուստակս հավաքվել են այդ Կիրակի օրը, այնտեղ պիտի ոչ եմ գար են մորթում, հավաքվել են այդ օրը լավ օր ասկացնեն Հարավոտանից Գետի ափին, Սամվելիս հետ հասանք տեղ, ես իմ հորող փորոս տղաները սաղ ուտող խմող ասես տղեկ են էփող թափող հորող փորոս տղան անունը Սամվել է։ Ասես լավ կերած խմած վիզա հաստ։ Գնացի ասի Սամվել ջան ծանոթացի աղբերներիս են Ալիկն է, Սամվելն է, Կարելն է, վերջը Սամվել, ես երկար դեմք ունես, ես հիտս ես բենզա։ Բայց կամ տես մի նկարագրի կարող նայում ես հաղորդում։ Թող նայի, ինքը իմ հումորին արդեն ծանոթ է։ Ես այդ մարտիկան է որ քիթես ես կախ ասում եմ ոնց որ բենզինի պիստոլետ ունի։ Որ բակը մտնում է։ Հիմա ես Սամվելին ծանոթացեցի, ասեցի աղբերներս են, ինքը շատ Սամվել, դե տեսավ ես հորող փորոս տղա Սամվելը գարը արդեն ջարդեց, դրես կաստրունգին կրակը վառեց, ասեց ելեւի բիժակ բան բերի կարա, ասեց մարդը հյուրա եկե Պարսկաստանից, ես քեզ լցեցին, Սամվել ջան բարով ես եկե, ողջ առողջ, առաջի բաժակը խմեցին, մի կտոր հաց ու պանից պամիդոր տվեցին, ես Սամվելը ասեց կերավ, հələ չգիտեմ, նա խոզի միսն աղուբի բառ անում, ասեց, մի հատ լցեք, ասեց, ասես բան չի լինի, ասեց մի հատ է Սամվելին խմցրինք, այս բանի Թեհրանի Սամվելին։ Արդեն պատրաստ է Սամվելը։ Սամվելս արդեն պատրաստ է։ Մեկ է Սամվելը տեսավ որ առաջի եռը չի եկել այս խաշլամի։ Այս մյուս Սամվելը, ասես այդ ինչ են ասում Մալիրովնի։ Հա։ Մալիրովնի կաստնուկ էս մոխեստակից կիսահում հանեց։ Սա վայրենի ժողովուրդը մի եռ չեկած ուտում են էլի, լսի։ Ողջ առողջ, մի հատ էլ դնք Ես Սամվելը մի հատ է խմես, մի հատ միս տվին, ես խեղճ ես քաշմաս, ես ճապ ռեզինի նման կպտում, չի եփե, բայց դա վայրենի ժողովուրդ են, կիսահում ուտող։ Մեկ է Սամվելը սենց արեց։ Հաշկե կամո ջան, ասեցի հա ջան, ասեց կարող եմ քնել մեքենայի մեջ։ Ասի Սամվել ջան համբերի, եմ ես հորող փորոս տվին, այդ հյուրանոցի տնօրենն էր, ասի Սամվել ջան, ասի մի հատ սենյակ տվեք, ասեց Երբ Սամվելից տարանք, ժամը 11-ն է, արդեն Սամվելը չկա։ Սամվելը քնեց, մենք մեր քեֆն արինք ազգով տակով, 5-ի կոմեդի ես պետք է հետ գամ Երևան, ես
այդ ժամանակ հիշեցիք, որ Սամվելը գնաց։ Այդ ժամանակ ոսկե պատարակախ ռեստորանում եմ նվագելու, ժամը 7-ին միջոցառում կա, պետք է նվագեմ։ Սամվելին գնացիք, արդեն ասեցի, ասի արի, դե Սամվելը լավ, դե արդեն խորովածը ժամը 2-ի կոմպետ են կերել, մի կետոր խեղ Սամվելը սառը խորոված կերավ, հիմա հետ են գալիս։ Սամվելը կողքսա, հետևս երեխեքս Սեդան 3 տարեկանա Լևոն 5։ Այդ բանը պատում։ Մեկ է կինս անստած, այս Սամվելը բռնված նայում եմ անդադ, այդ չայն ու բավարոդներն է գիշտում սենց այս, կամո ջան, ասեցի հա ջան, ասեց այն տղայի անունը ինչպես էր, ասի որի, ասեց Սապրագլոխի, Սապրագլոխը գլոխը թրաշածներ էլ, ասի Սամվել, այ մանունից է, ասեց այդ տղան ոնց որ դև լիներ, որ ումից էր կերել։ Հա, ումից կերել է, բացի այդ գառը որ մորթել էր, տեսել էր, այդ ամեն ինչ այդ մարդու դες բան չէր տեսել, գառը մորթեն, ջարդեն, դες կիսահում անել։ Այս տղան ոնց որ դև լիներ։ Բայց Սամվելը իմացավ, որ իրան դևի հետ էին համեմատում։ Ոնց, այդ պատմությունը ամբողջ աշխարհը գիտի։ Ժողովուրդ ուրեմն մամայիս, երբ որ գալիս են շատ լուրջ ուզելու, գյուղից դե գալիս են, դե այն ժամանակ ոնց որ ավելի շատ տան մեծերը էլի պիտի ընտրությունը անեին, քան որ կոնկրետ երեխաները։ Մի խոսքով որոշում են, որ մամայից պիտի ուզեն, բան դե մամաս չեմ ուչում անելով բան, բայց ինձ թվում է ինքը այդ ժամանակ գայթակղվեց պապայից գյուղի անունից, որտեղ գյուղի անունը Ոսկեթաս էր։ Սենց։ Ոսկեթաս։ Ոսկեթաս, Թալինի շրջան, գյուղ Ոսկեթաս, դա հիմա ինքն Իսկ մամայից գյուղի անունը ոնց է։ Մամաս Երևանի աղջիկ էր, հա, երևի լսել է Ոսկեթաս, բան, մտածել է այդ այնց գնա դզվում։ Գնելու է ոսկեների մեջ։ Հա։ Ուրեմն տենց արդեն այդ մեքենաների տենց շարասյունը գալիս է, բան այդ իմը բան էլ ռուսական կրթությունն եմ, տրաֆար այդ ցուցանակը Պապա այդ կոմ ոսկեղից չեն եղել։ Դա գյուղ կա չէ՞ բայց։ Հա, բայց կամ ջան ասում եմ Ոսկեթաս, մաման մտածում է սա մի խոսքով։ Այդ ցուցանակը գրված տենց Ոսկեթաս, արդեն այդ մեքենաների շարասյունը բան տենց մտնում է ներս, մաման տենց Ոսկեթաս, տենում է տենց աթարները, 4 բոլոր աթար, ցածր կտուրներ ու բեղերով հորքուրները, ոնց են գոռում, ապաչիների նման, այս խեղճ կնիկը, դասընկերներն ասում են Սիրուժ ջան, քանի շուտ արի հետ գնանք։ Հորքուրները կարող են նայում են հաղորդում են, նայի, հա։ Հա, արդեն կեսը չկան։ Գյուղի հորքուրները, չասեցի իմ հորքուրները։ Okay, պապայի հորքուրները։ Կամ դու կարող ես անես ինձ կտրես լրիվ բարեկամությունը։ Ազգուտագի։ Լավ, մի հատ թող ավարտեմ կամ։ Բոլորը ու այդ ցածր կտուրների վրա պատկերացրեք տղամարդ կնիկ, սաղ բեղավոր բան, գալիս են ոգևորված բան, այս դասընկերները մամայիս ասել Երևանի աղջիկ ծնված մեծացած։ Սիրանուշ ջան, արի քեզ հետ տանենք էլի, ես ո՞նց եղենք եկի։ Ախր մեր գյուղից այն կողմը գանգանը կարած։ Էլ ճամփա չկա էլի։ Վերջը Ագնիապասն է էլի պաստանցյաների վրա։ Հա։ Բայց դե մամաս ոնց հետ գար։ Մամայիս նախնիներն էլ մշեցիներ, ոչ էին ասի, տարած հետ բերած, կամ լուսը չբացված հետ բերած, կամ մթնշաղին հետ բերած։ Վերջը տենց իմ ամեն դեպքում մաման կիսակուն այդ վիճակն ասա։ Կամ դու հիշի, որ դու վաստակավոր դուդուկահար ես, արտիստ ես, ես էլ ազգագրական երգերի կատարող։ Դե համար մի քիչ պետք է այդ մեջ էլի, կոռեկտ։ Okay։ Մի քիչ քեզ էսրանդիկի նման պայի աղջիկ ջան։ Հա, էս։ Այո։ Կալեմ ես ժողովրդական երգիչներին, երաժիշտներին, այս պարիկների դեմ հանել։ Հա, չէ։ Ինչու՞ չէ։ Հա, հետո Հետո դե ինչ հետո այդքան բան էի պատմում։ Մամաս տենց ոնց որ խաղում էր գյուղի անունով, Ոսկեթասով, բանով։ Լավ, կայնեք մատ հետաքրքիր պատմություն պատմեմ։ Մի 5 տարվա բան եմ պատմում։ Մեր բոլորի կողմից շատ սիրված Հայկոն էր մեր տանը, մեր երջանկայի շատ հակ մեր Հայկոն։ Թե իմ տունը, եթե ամեն օր չէ, շաբաթ 3 օր քեֆ ուրախություն է, իմ ընկերները, դրսի ընկերները այդ օրն են ցաստասվել։ Ահագին ժողովուրդ ենք հավաքվել, պատկերացրեք մի սեղանին են Սպիտակցի Հայկոն Թաթուլը Վլեն,
Հայկոս ասում էր ես էստրադայի պլանկեն ես եմ պահում այսօր ստեղ ասեցի հա Հայկո ջան Հայկոնն է ու այսօր աշխարհարչակ օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը ու մեր ընկերները մյուս ոչ ջերը կապված կհիշես բան պատմել այդ օրը լավ քեֆ ուրախություն գիշերվա 1-ին 2-ին ենք բաժանվել ու ինձ ստացվեց այս Գևորգը մի կտոր երգեց Այդ իր բարիտոնից այս թողեց երազի իմ երկիր Թաթուլը սենց ապշած նայում է էլի Վերջը այդ օրը անցավ մյուս օրը 11-ի 12-ի կողմերն այդ տղեկը զանգեցին Թաթուլը վլեն Մերն իմ կյանքի տետի շտավոր անցավ բան Պարնոյի այդ վառի գանք մի քիչ բան անենք էլի դե խմացի հաջորդ օրը սաունան լավ է չէ Չգիտեք ինչ գիտենք գնաց ես ասում լավ է Ինքեր սև սապոնով Աղբեր ջան գանք բան անենք պարիցալ եք ես կոմիկում Դե ասի եկեք ասի կագրաս երկրորդ առաջորդ ուտելիքին ասում ենք կրճուն, ասի կագրաս լիքը կրճուն կա, կտակցնենք խաշլամենա խորովազնա։ Կոպիտ բառ է բայց կրճուն չէ։ Լավ բառ է, լսի։ Դե որ սոված ես լինում։ Հարմար։ Հիմա ուզում ենք հաց ուտենք, մեկ էլ Թաթուլը սենց արեց։ Կամ ջան ասեց, արա ասեց, այդ ինչ ձեն ուներ այդ տղեն ասեց։ Դա ցավը տարեմ, այ ձեն։ Ձեն է դա հոբիդը չի բան։ Ասեց զանգինքն էլ գա էլի։ Ասեցի զանգեմ։ Զանգեցի Գևորգ, ասի Գև ջան, պրիվետ։ Չէ, զանգեցի տվի Թաթուլին։ Գև ջան։ Բարև աղբերես։ Ընդիշ Գևորգ, հա ով է։ Իմ համարը բայց դերմա ձենը տան։ Օպերայի Թաթուլն է։ Օպերայի Թաթուլը։ Էդի անեկդոտա դառը, որ բանալին միշտ ասում եմ Գև օպերայի Թաթուլն է։ Վլեի հետ կապված որ ասեց Կամոն, հիշեցի, դե ինքը Եզդի է ազգությամբ վլեն ու ես փոքր ժամանակ շատ սիրել եմ իր երգերը։ Մի անգամ Աստղածնունդ տենց հաղորդում կար, որոշեցի, որ իմ համար էլ տենց ծնունդ անեմ, Աստղածնունդ բան, կայանամ էլի այդ ծնունդով, մի խոսքով։ Ընկերներով բան տենց ծնունդս ենք անում ռեստորանում, մեկ էլ իմ Բանի հաղորդում չէ դա Արայիկի։ Հա։ Բանի։ Հա, Արայիկի։ Արայիկի, ապրես։ Քույրիկիս ամուսինը որոշում է, որ անակնկալ անի ու Թաթուլի եւ Վլեի հետ գալիս է այդ սրահ։ Ես ես տեսնում եմ ոգևորված Վլեին, ասում եմ, վայ Վլե ջան, ես գիտեք ինչքան էի սիրում։ Ուրեմն իմ ննջասենյակում մի պատին ջիմի նկարներ մյուսը ձեր։ Ինչ ասում։ Դե ինչ պիտի ասի, բայց ջիմին ինչ մեկ չէ՞, նկատակ։ Բայց ջիմին եղել է սենյակումը։ Հա միշտ իմ հետ էր։ Վլեն է։ Հերվից է գալիս էլի։ Ուրեմն իմ ուսանողական տարիներից մի բան պատմեմ։ Կոնսերվատորիայի առաջ երկրորդ կուրս ենք, դե ես Արման Հովհաննիսյանը նույն կուրսից ենք։ Մեկ էլ Ասոն։ Կայնի Ասոին, որ իշեցի Ասոյի Կայնի այս պատմությունը պատմեմ Ասոյինը, հիշացնեք որ այդ Արմանին է պատմեմ։ Ասոյի գնացել ենք մի 10 տարի առաջ իմ ընկերս հրավիրել է Արաբական Էմիրություններ Դուբայ։ Նոր տարի նշելու ես իմ ընկերներին վերցրել եմ երաժիշտ Ասոնա, Կարեն Սևակը, ոբշեմ, մնացածի ոբշեմ, մի 10 հոգանոց խմբով գնացել ենք։ Պետք է նոր տարվա գիշերը ուրախանանք այդ իմ ընկերների հետ, այդ կորպորատիվին ու պետք է մնանք 5 օր։ Կորպորատիվ որ գումար աշխատեք, շեշտ։ Գնացել ենք Թալանելու։ Հա, այո։ Բարձր մի քիչ կան։ Ուրախացնեք։ Հորխերի չէին գնաց, այ բալամ նոր տարօրի տնեցիկին թողենք ու լեթանք։ Մեր ընկերը ամսիվեցին էլ Սուրբ ծննդյան օրը խավոր պետք է լինի։ Այդ դրան ենք ամսի 7-ին հետ գանք։ Հիմա ամեն օր քեֆ ուրախություն է այս մեր ընկերոջ վիլայում։ Իր ամենասիրած երգն էլ Տեր Աստված Արմանի երգն է։ Տեր Աստված փառքտես, լայ։ Այս մեր ասում, այս երգի բառերը երկու դումանա անգի չի անում։ Արդեն երկրորդ, երրորդ օրն այս մեր ընկերը ասեց ասու։ Արա ասեց, ասու ջան ասեց, երկու տող բանախի անգի չես անում։ Հիմա այդ օրն էլ դες գնաց, չորրորդ օրն է ասոնելի Ասոն հյուրանոցի ռիսեպշնում Ասոն հյուրանոցի ռիսեպշնում որտեղ անդադար թուղթը վեգանում ճղում էր Ասոն ամեն օր որ գտի գրանք այդ ուրախանալու հյուրանոցի ռիսեպշնում մի 15-20 պրինտ էր անում
այդ նույն բարերը։ Նավսյակի հետ երկա։ Հա, ու ամեն օր 15-20 հատ մեր ընկերը ճղումա, որ ասուն անգիրանի։ Ասես վաղը, եթե ես տենամ դու էլ այդ թուղթը հանել ես, ձեռից չես բրծնի։ Ինչ արեց։ Ասուն ինչ արեց։ Մեր այդ բացի ասում մի հատ լավ ընկեր են, երկիչ համոնել է հետներս, այս A4 ֆորմատի թուղթը, Մեջքի։ լսի, սկրեպը բացեց, ծակեց, քծեց այս համոյից վզից։ Համոյի մի քիչ առաջա կանգնացրի։ Գոգ, համոյին առաջա կանգնացրի, ինքը համոյի մեջքին կարդում ու երգում։ Իսկականի։ Պապայանը։ Չիմացան։ Աջան։ Չիմացավ։ Ես գյոզելով գնացի, ասի հիմա չէ, ասի երկու րոպեից արավոր չեկավ, տեսավ։ Դե լրիվ կինո էր էլի։ Ես ժող երկողները տենց են, ման։ Հա, պատմի Արման Հովանեսյան։ Դե Արմանից հետ նույն կուրսից ենք, ասեցի ես Արմանը ասում։ Դե ես էլ եմ ռուսերենից թուլը, Արմանն էլ ու գիտենք։ Այդ վաղտ էինք թուլ, հիմա լավ է մեզ ինչ պետք է։ Լավ է ժարիտ ենք։ Լավ է ժարիտ ենք անում։ Հիմա կոնսերվատորիայի դիմացի այգին դարել էր քաղաքի երաժիշտների հավաքատեղի, սենց բոլոր մեր ընկերները գալիս էին, թե ռեստորանային երաժիշտները, թե սրադնիկները, թե չգիտեմ, գալիս էին հավաքում էին, օրերով մի 20, 30, 40 հոգով հավաքում էինք ու դից բաժանում էինք ժամը 6-7-ի կողմից, մեկը գնում էր գործ, մեկը գնում էր տուն։ Հիմա մի հատ ավակ ընկեր ունենք, Վրեժը Դիլանյան, երգիչ։ Անեկդոտ պատմեց ռուսերեն, դե որ պատմեց Նավսյակի ծիծաղացի։ Ես չծիծաղացի, բայց Արմանս հոչ չծիծաղաց, լսի։ Մեկը որ սաղ պրծան, իմ ծիծաղը բռնեց։ Սաղ ինչ եղավ, արասի Արման, դու ռուսերեն չես հասկանում, դու կտացի։ Հիմա, այս 25 տարի հա, ամեն անգամ Արմանի ստենալը ծիծաղեմ, դու ռուսերեն չգիտես, խի ծիծաղացիր։ Կեղծ ընկերոջս խայտարակ արեցի, մասայական։ Չարաճը չի եկել։ Կամ բայց անկեղծ հիմա հասկանում ես ռուսերեն։ Да, конечно։ Օրինակ դու ռուսերեն ինչ-որ բան կարաս նվագես։ Քիչ եմ կարա, պատմասկովնի վեճերան։ Լինում է որ Ռուսաստանից հյուրեր են գալիս։ Իսկ արեք միասին դուետ անենք, ասենք ես երգեմ Հələ մət պատմասկովնի վեճերան այդ դեքո դելոյա ոճով երգի։ Մի հատ հիշած չէ։ Da la li di di ra 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 da գնաց։ Այդ չէ, արիտի չերգեմ էլի ոչ բան։ Էխտի կամալի, կամալի։ Չէ, օրինակ ես բանը կուզեի երգի ասենք։ Мама, ради Бога, я ни капли не пьяна, и не одинока, и не просто влюблена, пропадаю я, ночами пропадаю я։ Էսի պես քո ոճով չի երգիս։ Սասունական։ Սասունական։ Мама, ради Бога, я ни капли не пьяна, и не одинока, Բեղերը դիլ։ пропадаю я, Բայց դու ночами, լսի, ночами пропадаю я։ Դամ։ Տղայիս հումորներից հիշեցի, աղջիկս ու ընկերուհին դե Ամերիկայում միասին նստած խաղում են ու հիմնականում անգլերեն են խոսում, բան տանը ինչ կատարվի, երկուսով տենց անգլերեն են խոսում, եկել էս տղես տենց հայց։ Մամ, հələ գայուշին նայ, գնիր մեկը, ստացիր երկրորդը նվեր։ ընկերուհուն։ Երեխեքի հետ կապված էլի բաներ հիշի։ Երեխաների հետ կապված, որ ասեցիք պատմեմ։ Վերջերս մայիս ամսին մենահամերգ կսա Միացյալ Նահանգներում ու համերգիցը 10 օր առաջ կորցրեցի մորաքրոջս, որ շատ կապված է իր հետ, ոնց որ ինձ համար մայր շատ ծանր էր ինձ համար այդ լուրը ու եկատում տենց տղայիս պատմեցի, տղաս շատ ստրեսի մեջ ընկավ, չգիտի ոնց զանգի մայրիկիս այստեղ լուրը հայտնի, որ մորաքույրս մահացել է բան, կիսուր մայրիկիս հետ է խոսում բան,
ու ինքան ընդհատ լաց ա լինում տանը։ Մի օր, երկու օր ու երկրորդ օրը ես գալիս եմ տուն, ճանապարհին իմանում եմ, որ ամուսնուս մորաքույրն էլ մահացավ։ Դե անկախ ինձանից սկսեցի հուզվել, դիմացը առջևում համեր գսա, ոնց պիտի անեմ այսքան ստրես բան, մտա տուն, տղաս ասեց, մամ, հիմա խես լացում, ասի բալես, հիմա էլ պապայի մորաքույրը մահացավ։ Ախ մի արա, ասեց, չասես, ու մտավ լոգարան, դուրը փակեց ներսից, դե հիմա վախենում եմ, ամեն դեպքում երեխա է 13 տարեկան, դուրը ծեցում եմ Աջան, բաց, խնդրում եմ, բալես, չեմ ուզում, ես չեմ ուզում, ու լացում է, աստվածի, մեզ ինձ ստրեսի մեջ հանգե, նորից դուրը թակում եմ, որ բացի տեսա, որ ճար չկա, ասի բալես, նայ, մարդը պիտի ուժեղ լինի, տարիներ առաջ, երբ որ իմ պապայի ոտքը կտրեցին, ծանր էր հիվանդանոցում, բարկած էր, բայց ես ստիպված պիտի լինեի գնայի հյուրախաղերի Միացյալ Նահանգներ, որ աշխատեի, բերեի այդ հարցերը հիվանդանոցի լուծեի, դու պատկերացնում ես, քո մաման ինչքան ուժ ա գտել իր մեջ, մեկ էլ դուռը բացեց սենց, վաղնիկից դուրս եկավ ասեց, ման ոնց միջև հիմա պապիկի ոտի փողը չես տվել, ասի չէ բալես սպասում եմ ձեղ չեմ լինորդ։ Միարա Այդ էլ երեխաներից պատմությունը։ Դե ինչ անում։ Բայց տղա դրա չեք անում հումորը։ Հա, ունի տենց։ Լավ բաներ ունի։ Լավ տղա։ Լավ երեխա է։ Հա, չէ լավ։ Լավ բաներ ունի։ Այդ էլ տենց։ Ես կոթամներ ճղթեմ կոփոր։ Որս սարև։ Դուք շատ եք նաև նվագում ու երգում, երբ որ հարսին գալիս է արդեն գալիս են տանելու, չէ՞։ Այդ սենյակից հանելու արարողությունը դուք եք ասել։ Էնքան այլ է նույն։ Երբ որ հարազատ Էնքան այլ է նույն ասի մի քանի անգամ ենք անել։ Սամվել Գրիգորյանը վարում էր հարսանիքը։ Լուիզայի։ Չէ, երբ որ դի հարազատները մոտենան, այդ ժամանակ մենք երգում ենք։ Լավ, կանի որ ասի հարազատները մոտենան։ Հարազատները հանգուցալին հրաժեշտ տալուց են ասում, հարազատները մոտենան։ Հիմա մատ հետաքրքիր պատմություն են պատում, դուդուկարների հետ կապված, մեր ավակ սերունդից շատ հումորով երաժիշտ, թաղում է նվագում Սովետաշենում։ Սովետաշենի գերեզմանների թողն էլ փախնում է, գիտեք տեղյակ եք թե չէ։ Գիտենք։ Քարես գումնա տապանակարը Հա, ինքը սղացող է։ Հա, հողը փախնում է։ Ինչ են Հա, տակը ինչ որ վերջը։ Ու տները, այս մարկանց տներն էլ Էրեբունի ա եղել, որովհետև այն թվերի բան չկար, սքոսրա, բան, եկեղեցի։ Տան էին անում Պանիխիդան, դե Պանիխիդան նվագել ա Էրեբունի, տներից կապած ա մի 5 րոպե ինքոմ գերեզմաներն ա։ Հիմա թաղմանը Ես հանգուցյալ երեխեքը լացում են պապ ջան, էսի դու գբենից անում ասում է երեխեք ջան, շատ մի լացեք, պապա մի շաբաթից տունն ա։ Հողը փախնում ա։ Սեդաս 4-5 տարեկան ա, նոր տարվա հունվարի 31 ես ծնողներիս հետ Չարենցավան էի դիմավորում, ամսի 2-ին գալիս ենք, իմ ամսի 2-ի երեկոյան իմ ընկերներս պիտի գան, հերթով գալիս են, Քեշիշյանն եկավ, Խորիկն եկավ, Հայկոն հոր եկավ, Սեդուլը, սիրուն հակնվել ա բանձիկներով, բան սենց դիմավորում ա մարկանց բան, ասի Սեդա ջան, ասի ճանաչեցի զիդեր, ասի ով ա, Արսեն Գրիգորյան, Ռոմանսերի Արսենի հետ են խաղն։ Ոնց չերնի մի Արսեն Գրիգորյան կլինի, ենք շատ։ Այտենց համերգների ենք ես իմ ընկերների հետ։ Արսեն Գրիգորյանը ոչ չասեց մեռակ, Հայկոն ասեց փաստորեն ձեր տունը սաղուրը Արսեն Գրիգորյան եք լսում։ Այտենց համերգների ենք իմ ընկերների հետ, աղասի Ռուբենի հետ, մեկ էլ մի կին եկավ սենց Ռուբենի սենց գրկեց, վայ ես գժվում եմ քո համար, Արաբո Իսպիրյան ջան։ Այդ նույն օրը Ման ջան, Գոգ ջան, սես պատմություն, ժողովուրդ ջան ուշադիր լսեք։ Դե ով նոր ա գնում Ամերիկա, այդ առաջի մի տարին այդ դժվարությունը անցնելու համար տղեկի մասին ա խոսքը։ Կամ դիլիվերի են անում, ուտելիք են տեղափոխում, կամ Uber են քշում։ Հիմա ես մեր ընկերներից մեկին, ընկերները տեղավորել են, պետք է առավոտ ժամը 8-ին
մի 10 հատ տնից տատի պապի վերցնի տանի մեծերի մանկապարտեզ։ Այդտենց են ասում Ամերիկա։ Գիտեմ։ Հիմա այս մեն ընկերը հասցեները տվել են։ Նոր գնացել է մի շաբաթ հետո արդեն այդ գործին է։ Բանը location-ը խփում է այդ մեծ տատի վեգը։ Մեն պապի հիմա ասում է արդեն մի շաբաթ է։ Մի հատ տատիկ ասում է ամեն ինչնելուց բալաջան ասում է արես պնդուկները 5-4 հատ պնդուկ է տալիս։ Հա։ Հայ են բոլորը։ Հա, բոլորը հայ են։ Հա։ Ասում է 4 հատ 5 հատ պնդուկը տալիս է։ Այ ասում է ստացվեց։ Մի օր էս տատին վերջում էր իշնում։ Ասում ամենավերջին է, ասում հայլում նայում են, վերջին էլ մարդ չկա, սաղիչել են։ Ամ բալաջանես, կույտես։ Ասում ես 4 ասում ասի տատի ջան, ասում ձեռը բռնեցի սենց։ Ասում ոնց որ տատուն էլի։ Տատի ջան, մերսի ցավը տանեմ, ասում բայց խես էլ ինձ ամեն օր 4-5 հատ պնդուկ տալիս։ Բալաջան շոկոլադը հանում եմ, այս պնդուկը չեմ կարող ուտել։ Չեմ կարող։ Տատին ճամփի։ Շոկոլադո պնդուկները խաղցնանում է, այս բռի մեջ չավակում է տալիս։ Բայց այդ մնացած օրը որ տվել է կերել, հա։ Էդ էլա կերը, այդ օրը որ իմացել է, էդ էլա կերը։ Շատ լավն էր։ Դուք եք խփում։ Հետո ասել։ Լսի, այս պատմությունը Ռաֆայելի մոտ եմ պատմել Երանոսյան։ Ամերիկայում Ամերիկայի գնացի մի ամիս, ամերա մի 25 օր մի ամիս մնացել եմ, վերջ օրերն ասի շելեմ շոփինգ, մոփինգ երեխեքին նվեր բան, մի 10 տարվա բան եմ։ Դասի մի հատ եմ օրս նվեր առեմ, հիմա մամայիս նվեր եմ ուզում առնեմ, ընդեղի բաներ էլ, բայց ես պատմությունը ժողովուրդը լսել եմ, այս պատմեմ։ Պատմի։ Թվերով է 10, 12, 14։ Հա, ռազմերները։ Դե բայց չգիտեմ հիմա 12 սնապ էլ է, թե 10 էլ է։ Հա։ Մեկը մի հատ կին տեսա, դե աշկի ծունքից մի անգամից երևում է հայա։ Ասի բարև ձեզ մորքուջան, ասե բարև, ասի այդ մորքուրս պարսկա հայա։ Ասի կներեք չեք ասի ձեր սայզը։ Կերնի իմ սայզը 12, 14, մամիդ համար ես ուզում, ասի հա։ Վերջը, հիմա նոյն մեն բան, արդեն մորքուրի ռազմերով է մամաս, եկասից, ներողություն, դե չունի չեով են, չէ ասում ներողություն, վարչության անդամները, շնորհակալություն, ասես ներողություն, դուք կամո մնացականյանն եք, ասի մորքուր ջան, կամոն եմ, բայց մնացական, ասես եթե չեմ սխալում, դուդուկ եք խփում, ասի չէ մորքուր, դուդուկ դողոն եմ փչում, ընկերս փախավ, հետս են փախավ։ Դե մի հատ դուդուկ կխփես։ Ինչի՞ չէ, կանալ դորել փչեմ, եռնեմ ջանիդ։ Անցան առաջ։ Մի օր տենց հարևանս տարիներ շարունակ ապրում է Ամերիկայում, ես էլ նոր ոնց որ արդեն երգում եմ, մի շատ քիչ ճանաչում ունեմ, բան։ Այս հարևանս գալիս է Ամերիկայից, քանի տարի չի եկել Հայաստան, ու տենց մեծ սեղան են գցել, մամաս բա Գոհարիկ ջան, ինչ կլինի, ասեց մտի մի հատ էլ իրանց տես շատ լավն է, տատիկը քեզ շատ է սիրել, համ էլ որ գիտի հիմա երգում ես, բան, դե մտա ներսից մեծ սեղանը գցած, եկել ասեց այս հարևանից, վայ Ազիզ ջան, արի առաջ, արի, համ էլ կերգես, աս հիմա կարատե եմ գնում, կարամ մի հատ պրիոմ հանեմ դուրս գամ։ Դա որ եկող ես պիտի երգես։ Լավ, շարժում ենք առաջ ու խաղանք թե։ Հիմա խաղալու ենք թե, բայց մինչ կսկսենք մեր հաջորդ փուլը, հիշեցնեմ, որ հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը վերջերս ներկայացրեց Արարատ բանկ Mastercard World Travel քարտը։ Արարատ բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է նոր ակցիա Mastercard World Travel քարտապանների համար,
ուղղությունն ընտրում ես դու։ Ակցիային մասնակցելու համար նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացրեք առնվազն 10 անկանխիկ գործարք Mastercard World Travel Card-ով։ Յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար ստացեք ակցիայի մասնակցության 1 կտրոն եւ հնարավորություն շահելու 5 ուղևորության փաթեթներից մեկը նախատեսված 2 հոգու համար։ Ակցիայի ամփոփմանը կարող եք հետևել Արարատ բանկի Facebook-յան էջում ուղիղ հեռարձակմամբ հունվարի 15-ին։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Ճանապարհորդեք աշխարհով մեկ Արարատ բանկի նոր քարտով եւ հավաքեք նոր հիշողություններ։ Հենց այնպես։ Գոգ, նրանցից մեկի հետ ճամփորդության ժամանակ պետք է կիսես սենյակդ։ Այսինքն նույն սենյակում պետք է մնաք, այս անգամ աղջիկներ են, այն անգամ զուգերք էին տղաների հետ, այս անգամ աղջիկների հետ սենյակ պետք է կիսես։ Ում կընտրես՝ Աննա Մանուչարյան թե Լիլու։ Աննա Մանուչարյան։ Աննա Մանուչարյան թե Տաթև Ասատրյան։ Աննա Մանուչարյան։ Աննա Մանուչարյան թե Սիլվա Հակոբյան։ Սիլվա Հակոբյան։ Սիլվա թե Ալա Լևոնյան։ Ալա։ Ալա Լևոնյան թե Ռիփսիմե Դե Հակոբյան։ մի օր Ալայդ մնացի Ռիփսիմե հետո։ Ռիփսիմե Հակոբյան թե Զարա Սահակյան, վիտամինի Զարա։ Հա, Զարա։ Զարա Սահակյան թե Նունե Եսայան։ Նունե Զարա։ Զարա թե Քնարիկ Զաքարյան։ Քնարիկ Զաքարյան։ Քնարիկ Զաքարյան թե Նարինե Մկրտումյան։ Դե մի օր քնարի հետ Նարինե Մկրտումյան։ Վերջին հարցը Նարինե Մկրտումյան թե Գոհար Ջավուկցյան։ Ջավուկցյան։ Տարբերակներ, հա, վերջին, հա։ Տարբերակներն էին։ Կամո Երևանյան խցանումներին ծանոթ ես։ Այո։ Նրանցից մեկի հետ Երևանյան խցանումներում 7 ժամ պետք է մնաս ավտոմեքենայում։ Okay։ Բայց դու ես ընտրում ում հետ։ Արսեն Սաֆարյան թե Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Վարդանի Սուվորով անով։ Բոլորս քշվում ենք։ Վարդան Բադալյան թե Արամեն Պետրի։ Վարդանի 100 տարվա ախպերությունը Արամի հետ քիչ եմ, Արամեն Պետրի։ Ավելի։ Չէ։ Հաջան։ Ումես հրապարակը գիտես այդտեղ չի, չէ։ Ռոբկի մեջ մնալը, չէ։ Ում հետ Դու մեծ ասիր մեզ տված Վարդանի հետ էլի։ Չէ։ Բացահայտելու համար 7 ժամ մարդու հետ խոսած։ Կուզես ավելի շուտ Արամեն Պետրին էլի։ Okay, նորմալ բացահայտեմ։ Արամեն Պետրի։ Այո։ Արամեն Պետրի թե Վաչե Թովմասյան։ Վաչե Թովմասյան։ Վաչե Թովմասյան թե Արամե։ Վաչե Թովմասյան։ Վաչե Թովմասյան թե Մարտին Մկրտչյան։ Վաչե Թովմասյան։ Վաչե թե Ռազմիկ Ամյան։ Վաչե Թովմասյան։ Վաչե թե Սարո Թովմասյան։ Սարո։ Վաչե եւ Սարո Թովմասյանն։ Կամ երկուսը կանան մնան։ Չէ, մեկին, Սարո։ Սարո։ Սարո Թովմասյան թե Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյանը իմ բալուլինգերն է։ Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան թե Էրիկ Կարապետյան։ Արման Հովանեսյան։ Եվ վերջին հարցը Արման Հովանեսյան թե Ասո Արսեն Գրիգորյան։ Այս անգամ Ասո։ Ասոն հաղթեց կամո։ Շարժվում ենք առաջ եւ խաղում ենք գուշակիր ով եմ։ Այստեղ հույս ունեմ, որ ձեզնից մեկը կպարտվի եւ իրար կպատժեք, որովհետեւ պատիժները, ինչպես Գոհարը շատ լավ գիտի, շատ են սիրում։ Տղա է թե աղջիկ։ Չէ, ասա տղա է։ Տղա է, Ոչ։ աղջիկ է։ Հարցը քեզ փճացնում։ Դու абարանց երբ ես ասուցի։ Նա ես բանը ոնց որ արագած օտրնից էլի։ Այդ անույն դազի ջան։ Լավ, հա, այդ 10-ը պետք է անդամ։ Հա, չէ, արի ինչ հաշվենք։ Լավ։ Մի հատ բան է սարել։ Okay, լավ։ Լավ, Ես լավ։ շատ եմ խնդրում։ Հա, բայց էլ այո, բանը չան է։ Լավ։ Երկում է։ Չէ։ Ոչ։ Սիրուն է։ Շատ։ Այո կամ ոչ։ Այո։ Սիրուն է։ Դերասան է։ Միտեղ այո։ Էլ մի հուշի։ Էբա Ճիշտ ես ասում, բայց Հայ է։ կինո եկել է, չէ։ Հայ է։ Թեվը կդրած ռուսա, բա հայա, բա ի՞նչ է։ Բեղերով է։ Սասուցի է։ Գոհարիկն է։ Սասուցի գոհարիկն է։ Բա բեղերով, արա մի շատ կասը, մերնեմ ճանիտ։
Ասա, պատասխանի։ Մեղրով, հա։ Չէ։ Ես երկար մտածում։ Այո, Միանշանակ չէ։ Բեղերը։ այո, դերասանը։ 4 հարց գո։ Ախր ես նենցա, որ տենց անուններն էլ չգիտեմ, տենց դերասանը, այո։ Սիրված, հա։ Այո, բավականին։ Մի հուշի։ Կպատժվես։ Նա Սենց թենեց կպատժվես։ Կաղա նազոնա։ Ոչ։ 2 հարց։ ոչ։ Նազոն դերասանուհի է։ Հա, բայց բայց դերասանուհի ասեցիք, հա։ Ասին նաև։ Հա։ Տես խախտում եմ արել։ Վերջ։ Սև մազերով, հա։ Բեղերով։ Չէ, մի րոպե, սև մազերով, հա, Ոչ։ հարցնում եմ։ Հա, այո։ Ոչ։ Կաշտան։ Մուկ։ Ոչ, հա, կաշտան։ Հիմա կարող անցա չափը ծևանել։ Հումորով, հա։ Որ ասեմ, դες միջին։ Կաղոտիկին Ջուլիանը։ Չէ, բայց այդ 11-րդ հարցը դեր, Լավ, ոչինչ, հանի։ Պարտվեց։ Կարող ես մեկ անուն էլ հնչեցնես, մեկը չես գուշակի։ Չէ, լավ է, չեմ Լավ, հասկանում։ նայ։ Լուսինեն ա թողնում ասեմ։ Հա, ես հատուկ այնպիսի նկարներ եմ ընտրում, որ դուք պարտվեք։ Հայ։ Հա, ինքը հուշում էր քեզ Միս Հայաստաններ անում, էլի։ Ոչ, այս ինչ իմանամ այդ ցավը տանը։ Լավ, շատ լավ։ Ասա, դավայ։ Հիմա կամոնա հարցեր տալի։ Տղամարդ, հա։ Ոչ, Երգչուհի է, ոչ, դերասանուհի է, ոչ, երգչուհի չի, դերասանուհի չի։ Հաղորդավարուհի է, ոչ, ոչ։ ոչ։ Հաստատ բայց։ Ճիշտ ասում թե, հա։ Ճիշտ է ասում։ Բախնայով, հա։ Քաղաքի ավարտի վարսիկն է։ Պատիկանցի։ Կարելի է իր նկարը մեկին դնել։ Չէ, մեր 7-րդ հարգի յոշնա։ Լեգայնի։ Հաղորդավարուհի էլ չի։ Սպորտսմեն է, Չէ, բայց դեմք է խոսքի Մի հուշի։ մեքափ արտիստ է, Չէ, Որ ասեր հա ինչ-որ մեկին կարայիր ասեիր։ դեմք, մարմնավաճառ է, կարա լինի։ Լավ ուզող լինի, խիչ։ հա։ Չէ։ Բայց դեմք Հա, բայց մարմնավաճառ չի։ Չէ, դες չի վաճառում, բայց որ լավ ուզող լինի ստում։ Չի էլ մերժի էլ։ Զանգումա ձեռից։ Ինչ թվերի մասին է խոսքը։ 2 հարց կամո։ Քաղաքական գործիչ է, Չէ, մանջան, քո արածը դուրդ գալիս։ Այո, շատ։ չէ։ 1 հարց կամո։ Կամ հարցն եմ տալիս, կամ պետք է Չէ, պատասխանել։ մի հարց տուր ու Հարբեջան։ տարբերակ առաջարկիր։ Դերասան չի, սպորտսմեն չի։ Հաղորդավարուհի չի։ Մեքափ արտիստ չի, ո՞վ մնա, ձայ ցավը տանեմ։ Ակրոբատա։ Լավ բլիժնի բոյամը։ Էլի ապրելու տեղը կարաս հարցնես։ Ամերիկայում է ապրում։ Հա, Վերջ 10-րդ հարցը հնչեց, հիմա ցանու։ Բայց օգնեցի։ չէ սիրում նկարը։ 10 վայրկյան ունես մտածելու։ 1 2 Ախր, Ծր հայոց հարցը լի կամ չան հասկացանք պարտով ինչ է եղել, ինձանից լավն ես։ 8 պարտվել եմ։ 9 10 հանի նայ։
Քիմ Քարդաշյան։ Քիմ արա մերնին կյանքի։ Վերջ շատ լավ է հիմա։ Ասում եմ հաղորդավար ասում ես չէ։ Ինչ հաղորդավար ցավը տանեմ։ Բայց դե շոուների ինչ անում, կաղա ինչ անում, հարցից պատասխանեք։ Reality show-ի աստղա։ Այ քեզի բան, բարեմաստությունն է ցույց տալիս։ մի բան կնայ ցավը տանեմ, այդ իրա շոուն ինչ Արդեն առանց այս աբադոկի չեմ պատկերացնում։ դե լավ էլի ցավը տանեմ։ Հաղորդավար։ Բա ի՞նչ է։ Reality show-ի աստղ։ Այս մարդը գեղի երեխա է, դու ինչ ես reality-ն շատ ենք հասկանում Ինձ ինչ մեկ է։ է։ Տատը տա գեղի Կարևորը երեխա։ երկուսը տեր պատժվում եք։ Ես ունես չի որ քաղաքի Հիմա կենտրոնից եմ։ իրար պատժում եք։ Ital Solar ժամանակն է ստանալ ավելին։ Կամո, դու ասում ես Գոգը ինչ է անում, Գոգը ասում է Կամոն ինչ է անում։ Էլի մենք իրար բան չասենք։ Չէ, իհարկե ոչ։ Աստղ տանք էթա։ Իրար շատ ենք սիրում։ Հա, բոլորը իրար անկեղծ շատ են սիրում։ Ես ուզում եմ գոգս մարդկա զարդարված է ոսկով իր այդ սիրուն երգը երգի ես ուրիշ բան չեմ ուզում պատժել։ Պատիժ չի։ Բայց երգը լսել արդեն պատիժ է։ Ու հասկանում ես Գոհար։ Հասկանում ես։ Ես Կամոին պատժելու եմ։ Հա, Դե պատժի լավ ասա։ լավ արեցիր որ։ Արի դու դեմից Հա, թողին քասի։ քոին գասի տնա որ ստենա միշտ ստայդեմ։ Կամոն պետք է զանգի հենց հիմա։ Հա։ Ասա զանգի Ասոյի ասոյի։ զանգեմ, թե Արի Սաֆարյանի զանգեմ։ Աղբեր, լսի։ Սաֆարյանի զանգի։ Լսի։ Հա։ Թող ասոյին Կամոն զանգի։ Սաֆին զանգես ինչ ասես։ Արա։ Կարող է համոզել, Արա, բայց լսի։ դու չես գալիս ժողովրդական երգ։ Լսի։ Սաֆարյանն ենք Անես տեսնում ես։ բամ դասես, որ ինքը նեղվի, վատ Կայնի դրության մեջ ասեմ, ընկնի։ Սաֆարյանն ու աղբերը թրջի դեն երգեր են երգում, դենց պատերազմական։ Հա։ Ասա աղբեր, ասա մտ գործ կա։ Ասա մտ տղա կա։ Արասուս։ Լսի։ Զանգեմ ասեմ մի հատ գործ կա, ուզում եմ բան անենք տենց սիրուն, վաղը համեր կսա։ Չես լսում։ Վաղը համեր կսա։ Աղբեր ասա մի հատ տեղ, ուզում եմ աղբեր հետ գա նվագի էլի, մի հատ կարամ բան անեմ էլի, ասեմ որ երկնա, մի կարծիր թե նեղացել եմ ջանա ջանա։ ես ավելի խնդալու բան եմ ասում։ Բայց պաուզա կպայես որ լսենք իր ռեակցիան։ Հա, հա, լավն է։ Բայց Ռուզանը քիչ բրես։ Հետո ինչ ասեմ։ Ասա, դու ինչ ես ասում։ Երկուսն է թողանի։ Որ լավ փող են տալիս, ուզում եմ որ դուք երկու աղբեր այտենց պատերազմական երգեր եկեք, չգիտեմ։ Հա, հետո կասի ակը գանք տեղը ժամը հետո։ Չի գա, կասի ինչ կասի, քանի է կասի։ Չի ասեմ ինձ ոնց որ ուզել են աղբորդ հետ էլի, որ ինքը գիտարով գա նվագի։ Հա, կասի հա, բան, ասա, բայց այս երգն է։ Բայց խնդրում եմ, այս երգն են ուզել էլի։ Հա։ Բայց լուրջ խոսա երկար, որ չկասկածի որ ստե ես։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև։ Լավ ես ջանուլ։ Լավ, ցավ տանեմ, դու ոնց ես։ Լավ, արս ջան, լավ։ Եկել եմ կարոտած, շատ կարոտած։ Դու ասա, ոնց եք տնեցիք, սաթը լավ է։ Լավ, ցավ տանեմ, նորմալ է, սավել։ Հա։ Երեխաները բարտավոր են մեծանալ, այդ բացեցում։ Արս ջան, հələ լսի մի հատ սենց ճիշտն ասած հրավեր ունեմ ես։ Այստեղ տենց ոնց որ փոքր համեր կա, բայց ուզել են որ ոնց որ եղբորդ հետ գիտարով էլի տենց մի համար ոնց որ ելույթ ունենամ։ Որտեղ ցավ տանեմ, քո համերգին։ Հա, իմ համերգին էլի ոնց որ տենց ինքը ավելի շատ համերգ չի, ոնց որ տենց փակ բան է, կորպորատիվ էլ չեմ կարող ասեմ, ոնց որ տենց պաշտոնյաներ են լինելու, բան են լինելու։ Տենց ոնց որ մի համար զալում է լինելու, զալում։ Այսինքն մենք գիտարներով դու երգես, ճիշտ է։ Հա, մի հատ համար էլի, մի հատ համար, ուղղակի ասում եմ իրանց այդ դուետը ոնց որ սիրուն կլինի էլի, որ քո այդ երգիդ հետ։ Նայած ինչ ես ուզում երգես։ Դե ես որ ասեմ հիմա, էլի ես կարամ ասեմ դու մի հատ ապերի հետ էլ խորհրդակցես, դες հարմար է այդ երգը։ Հա, հələ որ ասես։ Այսա մի հատ տեղս հարմար չի մի վարքյան։ Մի կարծիր թե նեղացել եմ ջանա ջանա։
կարծես թե նեղացել եմ ջանա։ Որ ցավը տամարի դուետով երկենք էլի ուզում ես, Լուրջ կարանք իրար հետ երկենք։ Բայց բանը, մեկ էլ կամոն էլ պտի դուդուկ նվագի արանք։ Արսես մենք մանեի հաղորդմանն ենք կյանքս։ Կներես ցավը տանեմ, ավելի դաժան կարայի վարվի։ Ուզում էի զանգեի պարտքով փող ուզեի։ Բայց ես պատկերացրի, դες որ է Որ էտի։ Մի կարծիր թե նեղա ջանա։ Կարանք էլի տենց է։ Այո։ Կարևոր անսպասելի։ Այո, կարևոր անսպասելի։ Արշ, բայց ասեցիր դուետ երկեք, մի հատ փորձեք, էլի հիմա։ Ինչ անենք։ Դուետ փորձեք հիմա։ Դուետ երկենք, եթե օրինակ դու ոնց կերքես էտի ռեից։ Լսի, ես մենակ ջանան կարամ երկեմ քո հետ։ Նա ես կարամ ասեմ, մի կարծիր թե նեղացել եմ։ Ասա։ Ջանա։ Վայ, Արշ ջան, ապրես։ Մենք ես սիրում ենք, պաչում ենք, Արշ ջան։ Ես եմ շատ սիրում, ուրախ եմ, որ ստեղ եմ, բաճ։ Հա, եղավ ցավը տանեմ։ Լավ։ Մալով, Սաֆարյան։ Մենք էլ։ Հիմա կամո դու ես զանգում։ Չէ, չեք պատժում։ Յա։ Հա, Բարև։ ես պատիժ չէ։ Ոչ մեկ անպատիժ չի մնում այս կյանքում։ Ասոին։ Հա, ասոն կուրսեցի է համել, էլի։ Բայց ինչ։ Արի զանգին կասեմ ախպերս, Դուբայ են կանչում, պետք է չգիտեմ ում երկես, բայց չգիտեմ, մատ Անդրեի խոսքի չգիտեմ որ երկը։ Բելի Ռոզի։ Չէ։ Մի հատ այնց բան, էստրադային բան։ Հա, Բելի Ռոզի։ Միլիոն ալեխրով, կասեմ ախպեր ջան։ Լսի, ասա դու ռուսական вообще երգում ես։ Արա, չէ, բանը ասա թող երգի։ Բայց Բելի Ռոզին ավելի խնդալու է։ Բելի Ռոզի, Բելի Ռոզի, բելի չէ։ Կարա բանանի, ասի մի րոպե կազմակերպիչ աղջիկն էլ ստեղա ու տա քեզ, դուք իսա անգլերենով խոսա հետը։ Անգլերեն չգիտեմ։ Դավայ գնացինք։ Դուք խոսաս։ Չէ, Չէ, ասեմ, ես չէ, ասա մի տամիրան ասեմ, ծրագիրը։ Ինչ ինքս բրոզ։ Ասեմ բանը Բելի Ռոզին կարող է երգել, որտեղ հարց ու փեսայի մուտքը պետքա դա լինի։ Մեկ էլ որ խնդրեմ մի հատված կերգեք, լսեմ։ Հա։ Իբր դու էլ հարցն ես։ Ուզում են դու բանը քեզ տեսել է շատ հավանել են, ուզում են բանի տորթի երկը Բելի Ռոզին, տորթից հետո Հա, բայց ես պիտի լսեմ ինքը ոնց է երգում, ես եկել եմ Դուբայից եմ եկել, հիմա ես պետքա լսեմ, որ հասկանամ ինքն ալինելու թե չէ։ Հա, պետքա մի հատ պետքա քեզ լսի։ Ինքը պիտի երգի, նես պյանենք, որ ինքը երգի հիմա հեռացա։ Բայմա, վայ բայց մեղքա։ Չէ, ոչինչ։ Չի վերցնա։ Գրում ես, որ հաղորդում ես։ Չէ, այ չեմ։ Բա, պրոստը գրվում ես, ինչ որ մեկի հետ զանգի։ Մենք ժամ չունենք, ամո ջան, հո բան չի։ Ալո, ասո։ Այո։ Привет։ Привет։ Այդ ցնդած ինչ կա ոնց ես։ Լավ, դու Ախպեր ջան, լսիլը։ Հա։ Դու ինձ մի հատ մի բան ասա։ Նոյեմբերի 25-ին ազատ ես թե չէ։ Ապեր հիմա կասես ինչի մար դեռ եմ արել։ Ապեր, հիմա ճիշտ ասած իմ ընկերների հետ նստած եմ, գործ ենք խոսում։ Հա, ես գիտեմ մի հատ հա, ցավը տանեմ։ Ազատ եմ դեռ եմ արել։ Հա, լսի աս։ Հարսնիկը Դուբայում է։ Հա։ Ուրեմն մեզ են ուզել, ես իմ օրկեստրով եմ լելու, արա լսի, այս երկու աստղի ծրագրից տեսել են, որ խփնված են քո վրա, այս մարդիկ, քո հումորը, բանը են մակիատո, է որ կոստյումի մեջ։ Հիմա լսի, այս մարդիկ ուզում են, որ դու մենակով այդ հարսանիքի տորթի դանդաղ երկից հետո ուզում են դու տժժտես, բայց ռուսական երգ ես, բայց կոնկրետ երգ են ուզում, դաժե ես չգիտեմ այդ երգը, ուզում ես մի հատ տամ հարսի, թող մի հատ քեզ ասել, մի վարկյան ցավը տանեմ։ Hello։ Hello։ Լավ եք։ Լավ, դուք լավ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Մեզ ճիշտն ասած պետքա որ Բելի Ռոզի երգը երգեք։
Հա, Բայց որովհետև բարերը չգիտի ասա։ որովհետև ճիշտն ասած այդ ժամանակ որ տորթը պետքա կտրատեն, վարդեր պիտի թափվի էլի վերևից։ Բայց կարմիր վարդեր արինելու։ Երկես красные. Կարա красные розы լինի։ Կարա միլիոն ալիք ռոզներ Ասա белые розы երկեմ ուզում։ Չէ, միլիոն ռոզը արդեն երկելու են, Պուգաչովան երկելու է։ Ասա այդ իմ կոստյումը։ Ձերձանգը սպասման մեջ է։ Խնդրում ենք սպասել։ Ասա красные розы։ Ինչ ասել։ Ասա белые розы երկը, բայց բառերը красные розы։ Ես դու ես բանը սխմել։ Չէ, ինքն է, ես իմ ասում եմ մի րոպե է։ Կա քո լագը։ Հաճախորդ եմ, գործ եմ խոսում։ Դե թող ինձ խոսա, հեռախոսը դնենք ստե լավ։ Կամ դա կդիրեն։ Չեսի վերաբերմունք չէ։ Ալո։ Այո։ Լսում եմ ձեզ։ Հա, ուրեմն այդ Bellie Rose-ի երգը, բայց վարդերը կարմիր որ լինեն, էլի։ Հա, ես էլ կարմիր վարդի երկեմ։ Իսկ ուզեք մի անգամից Ամիր Խանյանի կարմիր վարդի երկեմ։ Ամիր Խանյանը ով է։ Բա դու ես։ Ինչ ճանաչում Ամիր Խանյանի։ Ես ճիշտն ասած դրսում եմ ապրել, միշտ չեմ ճանաչում։ Այդ լավ չի գոհ։ Պատկերացնում եք ինձ ճանաչում եք Ամիր Խանյանի չեք ճանաչում։ Դե ձեզ այդ TV-ով որ տեսել ենք ուղղակի։ Խոջուջի։ Ամիր Խանյանը ավելի շատ է TV-ով երևաց է։ Չէ, մեր TV-ն մենակ ձեզ է ցույց տալիս։ Կարող է ձեր TV-ն Գրիգորյանը։ Ջոգելա։ Ես քեզ սիրում եմ, ասո, Գոգնա։ Ես էլ քեզ, ախր մի քիչ խափելուն ձև կա, մի անգամից դրիկ խաղա քարտերը բացեցի։ Որտեվ էս կամոն էր։ Չի ջոգի որ դու։ 1000 անգամ ասեցի կամոին մի կանչի։ Լսի, քո այդ Գոգնա իմա խոսում։ Ասում է դե, նորում է դե խոսում։ Ասո։ Ում է դե խոսում նոր։ Ատես որ դու խոսեմ պես տոշտի չեմ ջոգում։ Տոշտել։ Ասա Աշուղ ռազմարն է։ Ռազմա։ Աշուղ ոնց է աղջիկ եմ սասունցի։ Արա գոհարիկ նամ է։ Այո, ես եմ, ես։ Վայ գոգ վերնեմ արևից, բանու։ Քեզ փորձելու համար եկա, հո չի փոխել կյանքը քեզ։ Ես արիցի չա ես քաղաք մանուշակներ ձերքերից Մուրացկանի տեսքով եկա, որ աշխարհն էլ իմանա, տեղն է խիղճդ Արսեն, թե մեռել է ինձ հետ նա։ Խոսում, բայց ոչ ուշացած սիրելիս։ Տես ինչ դու է տեղավ։ Հա, Ավելավ էր Այնիցի կանչ, ասոյի կանչեի կելի։ Լավ, ասո ջան։ Ձեզ էլ ենք սպասում։ Երկում համբուրում եմ ձեզ։ Ապրես ցավը տանեմ, ապրես։ Դավայ։ Մերսի շատ լավն էին զանգերը երկուսն եմ։ Հա։ Հա, մնաց պստիկ մնջախաղիկը։ Այս ամբողջ արտահայտությունը։ Աղել քարակցի։ Այս ամբողջ արտահայտությունը պիտի ցույց տաք, ցույց տուր։ Մի րոպե քիչ, մի անգամից դեն սաղ նախադասությունից ցույց տուր։ Հա։ Ես քեզ Okay։ տեսել եմ խելագարի նման ցնդվել եմ մոլորվել եմ մեռած մարդ եմ Դες մի բան։ Յադե։ Հա, հələ չի գուշակ է։ Հա, բառերը։ Սաղասից մարդը։ Բայց ճիշտ բառերը չի ասել, միտքը ճիշտ է ասել, բայց ճիշտ բառերը չի ասել։ Աչքս տեսել է Ես քեզ սիրում եմ։ Այդպես прямо մի ասա։ Եթերում է։ Չէ, դու ես ինձ սիրում։ Պամոչել սիրի, գիրովական խնդրում եմ։ Լավն է գիրովական։ Աչքս քեզ ցնորվել եմ։ Ահա։ Բառը գտար առաջին։ Մի հուշի բերանով։ Չգիտեմ ինչ անեմ։ Որտեղ նստեմ։ Ահա։
Մարդը սաղ ասեց։ Դե կարդա մի հատ։ Տես ցնորվել եմ ես։ Դա տես ցնորվել եմ ես, կարծես, չգիտեմ իմ տեղը ես։ Լավ էր։ Լավ է։ Ավարտես չէ։ Հələ դենամ դու ինչ ես ասելու։ Ուրեմ։ Իմ տան բազմոցին Okay. Տիգրան Ասատյանի մեծ երկուներ ոնց է որ ուզենայի զանգեի քեզ ոնց է Չէ, զանգ չի։ Գիտեմ Տեկուզեսիր Չէ Չէ, զանգ չի, գիտեմ որ զանգ չի։ Հա։ Կուզեի իմ երկուսով տանս մեջ փաթաթվենք իրար, պատվշվենք։ No, մի հատ չեմ վերջացրել, նայ։ Դու թե ես։ Yes։ Okay. Yes։ Woof woof։ Ոնց է։ Իմացար որ տողնա։ Ֆուֆ։ Հաֆավտես չէ դի։ Սասու բուֆուֆա։ Սասու։ Ինչ ասես։ Մի հատ էլ եմ ասում։ Դու ասա։ Մի հատ էլ եմ Մեկնաբանի։ Տանս մեջ Շուն ունեմ։ Շուն։ Լավ, չի ինքը գուշակում։ լավ ասա։ Տուն ունեմ։ Տեղ ունեմ։ Յար չունեմ։ Շուն ունեմ։ Շան տղին սիրում եմ, ջար չունեմ։ Ապրեք ժողովը, շատ լավն եք։ Մերսի որ եք, այս ամն է։ Բայց ոնց ասին ափի տեղը։ Վուֆ։ Իրա շունը տենց աչ։ Ինչ պարոդա։ Մերսի շատ որ եկաք։ Մենք էլ քեզ ենք Շատ շատ միշտ սիրում։ ասում ենք Հայաստանում։ Մենք էլ քեզ ենք շատ սիրում, Մանե ջան, իսկապես քո հաղորդումը շատ սիրված է, ամեն տեղ նայում են, ուզում են որ օպերատորներն էլ շնորհակալություն հայտնել, թող լինի հարատև կամոջեմ կարոտել եք քեզ իսկապես շատ։ Ապցունի որ ես վերջերս մենակ ասոյին ես գործ ասում, ինչ չես ասում, բայց Դու գնացել ես Ամերիկա։ Ես չեմ գնացել Ամերիկա, այտենց կարամ գնամ, գամ դու կդվերեր էլի սիրում։ Նես չէր որ Հավաց խնդալու կներ զանգեր չոմեկին, պրոստը դուդուկ նվագ։ Նես չէր որ գործիքը դաշնամուրեր ասենք, բերեր էլի հետդ։ Մերսի որ իշասեցիր։ Ահա։ Նստած եք ուտում, վլեի զանգ եկավ, լարով նաուշնիկ է, լսի, սենց ջեբից անից դրեց ականջին։ Ասեց, բերեմ եմ, սկսեց ես դերեն խոսալ ես, կողից մի հատ ընկեր կարծես, հայրենի համար սեղմել մեկ։ Ինչ զանգի, ես չգիտեմ։ Չանծանոց արի։ Գիտեք չէ, կլարետից դեղի շիկը, լսի, բեմի վրա նվագում եմ, մատուցողը գալիս ասում է, ուր արտույու ռեստորանում, ասում է, այն սեղանը, խնդում եմ մոտենաս, լսի գոգ։ Հա։ Ասում է, խնդում եմ մոտենաս իրանց սեղանին, էլի։ Ասում է, գնասած տեղ չեմ, բայց բեմի վրա նստած, այն մարտեր են։ Բայց զանգեմ էլի տենց, Ահա նկար։ զանգեմ ինչ անեմ, էլի տենց երկեմ։ Չէ, լավ, ում ես ուզում զանգես, լավ։ Կմենք, հիմա տենց ինչով Վայ, ծանոթ։ Եղո ջան։ Արի ծանոթի։ Ասեմ Ամերիկայից եմ, բան եմ եկել, ասեմ։ Զանգի ինչ որ մեկին ասա iPhone 17 եմ բերել Ամերիկայից հետս։ Ստացվա տուների զանգ ուտա։ Գիտես էդ ինչ։ Ես կայլիս պատում բանը։
Գարմոնից վարպետ Գրիշիկ են գունեցեն այն թվերին, որ սոտովի բան չեղեք 70-80-ական թվերին։ Գնում եմ միտեղ նվագելու, գնում եմ տեսնում եմ սինթեզը, թարմ սինթեզա են թվերին, ֆերմոնայա այլում, չգիտեմ, դինամիկները լավ։ Ասում եմ, էսի գումն է Լենագանցի Գրիշիկ, վարպետ Գրիշիկ։ Ես նա ջայլ ասում եմ, հիմա վարպետ ջան, ասում եմ, սա քոնն է, ասում եմ, սինթեզն էլ հա, դինամիկներն էլ հա, այս ամեն ինչ հա։ Ասում եմ, վաղը գործիս, ասում եմ, չէ, վարպետ ջան, ասում եմ, վաղը իրար հետ գործի ենք եթալու։ Այս ջայլը ոնց կուրախանա, այդ թվերի լեգենդար Գրիշիկը իրան գործը ասում։ Հիմա գործը պրծնում են, բայց սա գործի վատ է նվագում, լսի, տեխնիկա լավն է, բայց վատ է նվագում։ Հիմա գործը պրծել ես նամ, վարպետ, բա վաղը որտեղ լինեմ։ Ասում եմ, ազիզ ջան, դու տուների զանգ կուտամ։ Լսի։ Ծրում այլի է։ Ասում եմ, վարպետ տուն ունենք, հեռախոս չունենք, ասում եմ, դու կապ չունի տուների զանգ կուտամ։ Ծրում է։